աշխարհի ուշադրությունը հրավիրենք այն անարդարություններին, որ այսօր կատարվում է Հայաստանի Հանրապետությունում, այն հակասահմանադրական իրավիճակը, որ ստեղծվել է մեր Սուրբ եկեղեցու շուրջ, որովհետև այսօր իշխանությունները անթաքույց փորձում են միջամտել ու խառնվել եկեղեցական ներքին գործերին, վախի մթնոլորտ ստեղծելով փորձում են ծնկի բերել հայ հոգևորականին եւ հիմնահատակ ավերել հայ եկեղեցին, բայց չպիտի ստացվի, որովհետեւ հայ եկեղեցին դարեր շարունակ անցնելով փորձությունների միջով կարողացել է պահել իր միասնությունը, միաբանությունը եւ եղել է երաշխավորը հայի գոյության։ Այսօր 4 սրբազան մեր հայրերը ձերբակալված են մտածածին մեղադրանքներով, անարդար կերպով իրենց բանտարկել են, որպեսզի իրենց ձայնը լսելի չլինի, բայց իրենք անկոտրում ոգով այնտեղից նորից իրենց ձայնն են բարձրացնում, ասելով, որ մենք միասնական ենք, միաբան ենք, հայ եկեղեցին չի կարող երբևէ ծնկի իջնել։ Եվ մեզ իբրև հայ ժողովուրդ մնում է մեկ բան, որ մենք ամուր կանգնած լինենք մեր մայր եկեղեցու կողքին, մայրաթոր Սուրբ Էջմիածնի կողքին, իր ազգընտիր գահակալի կողքին, որպեսզի միասնաբար միակամ կարողանանք հաղթահարել այս բաժին ընկած փորձությունը։ Եվ ինչպես որ Սաղմոս 2-ն է ասում, եթե Աստված մեզ հետ է, ապա որևէ մեկը մեզ հակառակ չի կարող կանգնել։